Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Նիկոլ Փաշինյանի հստակ ցուցումը Պաշտպանության նախարարությանը, ինչ է կատարվում խորքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի։ Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր շարունակվող ադրբեջանական այն ապատեղեկատվության ֆոնին, թե հայկական զինուժն իբր կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, հիշեցնելով, որ Երևանը դեռևս 2024 թվականի հունիսից առաջարկել է հրադադարի խախտման հետաքննությունների համատեղ մեխանիզմ։ Բաքուն դա ոչ միայն չի ընդունել, այլ նախօրեին Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությունն ի պատասխան հայտարարել է, որ դա անիրատեսական է ու Երևանից սպասում են պարտավորությունների կատարման գործնական քայլերի։ Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական տիրույթում, երբ թվում է, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո իրավիճակը պետք է բնորոշվեր ավելի հանդարտությամբ, գոնե առժամանակ, բայց այն կարծես թե ավելի լարվել է, համենայն դեպս տեղեկատվական մակարդակում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չկրակելու հստակ հանձնարարականի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը արդեն նշանակում է, որ Երևանը համարում է, որ Ադրբեջանի ապատեղեկատվական արշավը պարունակում է էսկալացիայի որոշակի ռիսկեր։ Մյուս կողմում, արդյոք Երևանից հնչող հայտարարությունները բավարար են այդ ռիսկերը չեզոքացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանն իր հանձնարարականի վերաբերյալ գրառումից կարճ ժամանակ առաջ էլ գրառում էր արել այն մասին, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի տակ։ Ամբողջ հարցն այն է, սակայն, որ եթե Ադրբեջանն ունի էսկալացիայի մտադրություն, Փաշինյանի գրառումները, ստորագրելու պարտականությունները կամ չկրակելու մասին Պաշտպանության նախարարության տրվող հստակ հանձնարարականները հազիվ թե կկանգնեցնեն կամ կկաշկանդեն Բաքվին։ Ի վերջո, Բաքվի ապատեղեկատվական արշավի հաշվարկն այն չէ, որ Փաշինյանը կարող է չարձագանքել և չասել, որ Պաշտպանության նախարարությանը տվել է չկրակելու հանձնարարական։ Հետևաբար, այն, ինչ դրսևորվում է առերևույթ, կարծես թե ավելի շուտ արտացոլում է ոչ այնքան խորքում եղածը, այլ ինչ-որ իմաստով շեղում դրանից։ Համենայն դեպս, առերևույթ ռեակցիաներն ու հակառեակցիաները շատ պարզունակ են թվում՝ խորքային դրսևորում ունենալու համար։ Հետևաբար, խորքում եղածը մեծ հավանականությամբ ունի այլ բնույթ ու այլ տրամաբանություն։ Նյութի հեղինակը Հակոբ Բադալյանն է, նյութն հրապարակվել է Առաջին AM կայքում։